Տեսել եք ձայնագրելուց։ Ճիշտն ասած ինքը մեզ ընդհանրապես չի դասավանդում։ Մենք 12-րդ դասարանից ենք ինքը դպրոցում աշխատում է Անկետ Դավթյանը։ Իրան հարգել եմ ես միշտ էլ ինքը երբ տեսել եմ միջանցքում ես իրան բարևել եմ հարցրել եմ ոնց եք ամեն միջադեպից հետո։ Մենք 12-րդ դասարանում կոնկրետ կարակ մոտենակ ասենք, չգիտեմ, բոլոր ուսուցիչներից հարցեք, ամենաօրինակելի դասարանն ենք եղել։ Միշտ թե Ընկեր Աբգարյանը, թե Ընկեր Արասատրյանը, որտեղ խոսում էր, իրանց դասերին մեզ մոտ միշտ կարգապա։ Մենք ես չգիտեմ, քանի ամիս Անկետ Դավթյանը ստեղ աշխատում, դպրոցը քաոսի մեջ է։ Դեկտեմբերից երկրորդ ժամից այս նույն վիճակն է մեզ մոտ։ Արդեն իրոք հաճելի չի մեզ, հա, իրոք հաճելի չի։ Մենք որ 12 ենք, մենք պարապում ենք, ուզում ենք ընդունում ենք ինչ-որ ընդունելության քննությունների ենք պատրաստվում։ Դպրոցում կարող է դասերին շատ ուշադրություն չտանք, ճիշտ է, ուսուցիչները ամեն ձև ուզում են հավաքեն ու դասը իրականացնեն, բայց մեզ հաճելի չի, մենք ուզում ենք այդ 2 րոպեն ազատ օգտագործենք մեր քննությունները պարապելու համար։ Այսօր Ընկեր Աբգարյանը մեզ դասեր կոնկրետ կենսաբանություն, այդ կինը նենց է դուրս եկել, մենք ենք վախեցել, որովհետև ստեղ նենց քաոս էր տիրում, նենց ձեներ էր գալիս, նենց գոռոցներ։ Ես ստում եմ ես, հա, ուրախ եմ շատ։ Դպրոցը կրիմինալ ինչ-որ իրավիճակում է հայտնվել ու չեք իմանում։ Մեղմ ասած, որովհետև իրոք ոչ մեկին հաճելի չի, մեծից փոքր։ Փոքրը կարող է շատ լուրջ ընդունեն, շատ թեկուզ ծիծաղան ինչ-որ բան, բայց մենք գիտակից 18 տարեկան մարդ ենք։ Արդեն թող ես լավ բան չանեմ, թող ես ասեմ ճշմարտությունը։ Լավ, համաձայն եմ, թող ճշմարտությունը տա։ Ամեն դեպքում ինչ կա դպրոցում, ես այդ ներկայացնում եմ, որ բոլորը ծանոթ լինեն։ Դուք կազմակերպեցիք, որովհետև բոլոր դասարաններից բոլոր ուսուցիչները դուրս են եկել։ Ոչ, ես եմ կազմակերպել։ Դուք եք կազմակերպել։ Ո՞վ է կազմակերպել Ընկեր Դավթյան։ Դուք չեք սպասում, դուք դա չեք անում։ Էս էլ արդեն որորդ անգամն է դուք ուղակի նստում եք դասարանում։ Ուղակի նստում եք դասարանում։ Ինչ դաս եք անում։ Որ մի աշակերտն է ձեր դասին ինչ-որ բան սովորել։ Որովհետև էսպես կազմակերպում են։ Իսկ ով է մեղավոր։ Դասարանի դասի տերով է Ընկեր Դավթյան, ուսուցիչը, չէ։ Դեռ եթե կազմակերպում եք, էսպես հեղինակը զրկում եք։ Դաս ես օր ա եղել, դուրս եմ եկել դասարանից, ասենք ջուր խմելու, տեսել եմ այս դասանում քաոսա, որովհետև դաս չի գնում։ Քաոս ասելով, մի քիչ կնկարագրեք ինչի իրավիճակ է, որ մեզ դիտողներն էլ պատկերացնեն ինչի մասին է խոսքը։ Ուսուցիչը եթե դասանում դաս չի անում, աշակերտը չի ենթարկվում։ Մենք ստեղ ես կարամ յուրաքանչյուր ուսուցիչի հիմա բերեմ, կլինի, չգիտեմ, երիտասարդ, եթե դասը հսկվում է, դասը իրականանում է։ Մեր դպրոցը ասենք տարածաշրջանում ամենաաշխին կնող դպրոցներից է։ Մենք ունենք Facebook-յան, կարող եք մտնել մեր աշխատանքները, ամեն ինչը նայեք։ Աշխորհուրդը ամեն ինչ ստեղ գործում է նենց, բայց վերջին դեկտեմբերից ինչ Ընկեր Դավթյանը ստեղ է, ոչ մի բան չի իրականանում։ Ոչ, որովհետև, չգիտեմ, խառն է դպրոցը շատ։ Մենք փորձում ենք անել, բայց չի ստացվում։ Փորձել եք դիմել նախարարություն, թեժ գծեր, չգիտեմ, Աշակերտից Անցած անգամ մարզպետարանը եկել է, տեսել է, գնացել է ինչ-որ, հիմա այդ հարցի լուծում, չգիտեմ, հարցի լուծում չեն տալիս, չեմ հասկանում, հարցի լուծում, մարզպետարանն է հետ ուղարկել, մեկ անգամ գնացել է, նորից հետ են ուղարկել, մենք պահանջում ենք իրա տվյալները, նախ ինքը չգիտենք որտեղից է, ոչ բժշկական տվյալներ ունի, ոչ ադեկվատ է ինքը շփվում բոլորի հետ։ Բոլորս ոչ ադեկվատ եք, միայն ադեկվատը դուք եք դպրոցում։ Բոլորը ոչ ադեկվատ են, մենք համաձայն ենք, մենակ դուք եք ադեկվատ։ Ես ադեկվատ վիճակում եմ, կարելի է ասեմ, նախ հեռախոսների պահով, եթե անգամ ձայնագրած ու ջնջածել լինի, գիտեք ինչ չեմ գնա, ես իմ իրավունք, ինձ զրպարտելու համար, զրպարտում եք ինձ, կազմակերպում եք իմ դեմ, եթե